Հայաստանում շարունակվում է քարոզարշավը, հիմնական ուժերը, որ մենք տեսնում ենք փողոց է փողոց, գյուղ քաղաք պատտվում են, Նիկոլ Փաշինյանն է, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Սրանք հիմնական են ուժերն են, որ տիրապետում են ֆինանսների, մեծ ֆինանսների, ռեսուրս ունեն, ինչպես ասում են, կարող են իրենց թույլ տալ մեծ խմբերով, ավտոբուսներով մարդկանց բերել, շրջել։ Ես հիմա չեմ ուզում ձեզ ասեմ, թե սրանցից որն է լավը, որն է վատը, որն է արժանի, կամ մնացած են 14-ը, որ կան, 15-ը, որ կան, թե ինչու են մտել քարոզարշավի մեջ, ինչու են մտել պայքարի մեջ, ձայն են փոշիացնելու կամ վերջում Նիկոլին են միանալու, թե Քոչարյանին են միանալու, բայց հիմնականը, քանի որ սրանք են, սրանց մասին կուզեի երկու բառ ասել, որ պայքարը գնում է շատ թեժ, նույնիսկ ես կասեի առանց կարմիր գծերի, բնականաբար Նիկոլը, որը շատ վաղուց է հայտնի իր կեղտաբերան հատկություններով, վիրավորանքներով, հայոյախառն արտահայտություններով, նմանապես իրեն պատասխանում է նաև Ռոբերտ Քոչարյանը մի երկու անգամ պատասխանեց համբալ ասացնելով կամ ինչ-որ ասեց կզածես եւ այլ, մեկը մեկին արժանի են։ Եվ ամենատարօրինակը նա է, որ սա բոլորովին քաղաքական դաշտի համար, քաղաքականության համար անընդունելի բառավոճ է, խոսալու ձև է, բայց քանի որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների 80%-ը, ինչպես միշտ ասել եմ, համարյա 80%-ը ժեխ է իր էությամբ։ Դրա համար էլ Հայաստանի քաղաքացիների մոտ այդքան զայրույթ չի առաջացնում, երևի աննշան փոքր թվով մարդկանց մոտ է դա զայրույթ առաջացնում այդ խոսելա ձևը, մնացածի համար դա սովորական բան է, այդ բանը դուք բոլորը ծաղուրը լսում եք, խոսում եք ձեր տանը, խոսում եք ձեր երեխաների հետ, ձեր մայրերն են այդպես խոսում, դուք մենակ ասել եմ ու կասեմ, մենակ տեստեք, թե ձեր մայրերը, հայրերը, եղբայրները, ամուսինները, քույրերը, աղջիկները, այդ որ մայր իմ սուրբ ու բարի, այդպես բան, տեսեք ձեր մայրերը այս համացանցում ինչ հայոյանքներ են գրում, ձեր հայրերը ինչ ջիշով կա այդ բառը նշեմ, որ ավելի ուժեղ լինի, ինչ էժանագին արտահայտություններ, հայոյանքներ են գրում ու այնքան պրիմիտիվ լինելով, չհասկանալով, որ իրենց ֆեյսբուքյան ընկերներն ու բարեկամները այդ բոլորը տեսնում են, թե ինչ է գրում, բայց քանի որ հայաստանցիների համար, շնշող մեծամասնության համար, ժեխի համար դա սովորական խոսելաոճ է, դրա համար ընդունում են, չեն բողոքում, ինչ-որ միտեղ դուրները գալիս, սա պատահական չի, ժողովուրդ ջան, որ դուք 3-400 հազար դոկի դիտում ունեք, այ Հայաստանի հասարակությունը մեկ Նիկոլա և դոկա, շատ Հայաստանի ժողովրդին շատ կսած էր, որ Նիկոլը մնար վարչապետ, ասենք չէ, Նիկոլը լիներ հակամ դոկտեր լիներ նախագահ Հայաստանի, որտեվ իրար երկուսը շատ լրացնում են, իրար բառավոճով, իրենց խոսելաձևով, իրենց մտածելակերպով, ձեզ դիմելով, ուրիշին դիմելու ձևով, դրա համար ու ձեր սրտով այդ Հայաստանի ժողովրդի սրտով է, բայց որ նայում եմ այս ժողովրդին, որ ընկած մի խումբը Ծառուկյանի հետևից է, մեկը Սամվել Կարապետյանի հետ է, մեկը Ռոբերտ Քոչարյանի, մեկը Նիկոլի, մի ընդհանուր բան եմ տեսնում, որ ես չգիտեմ, դուք նկատում եք, թե չէ, ոնց որ կարծես նույն մարդիկ լինեն, բոլորի մոտ նույն մարդիկն են, բոլոր այդ 4 լիդերների մոտ, 4 են, հա, Ծառուկյանը, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Նիկոլը, այդ 4 ուրեմն թեկնածուների, վարչապետ թեկնածուների մոտ կարելի ասել հիմնականում նույն մարդիկ են, դրանք այդ նույն մարդիկ են, այդ դուք եք, այդ ձեր ծնողներն են, այդ դուք եք, բայց մի քիչ ավելի մեծացել եք, այդ դուք եք, որ 96 թվականից սկսած մի բանկա մուրաբայով, մի տուփ մակարոնով, 5000 դրամով, 1000 դրամով, 10000 դրամով վաճառեցիք այդ երկիրը, վաճառեցիք ձեր երեխաների, մեր բոլորի ապագան, ձեր ձայնը այն ժամանակ վաճառում էիք Սեր բանին ում էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր, հետո Սերժ Սարգսյանին եք վաճառում, հետո Նիկոլ եկավ, հիմա տեղափոխվել եք Նիկոլի դաշտ, ձայնը վաճառում եք Նիկոլի խմբակցությանը, ու ամենտեղ էսա փողը, փողի, շահի, ստամոքսի կռիվն է։ Այ Նիկոլը օգտագործում, ասենք, պետական ռեսուրսը, չէ, չարաշահում է, դպրոցներից է բերում, ավտոբուսներով է լցնում։ Ի՞նչն է պատճառը։
փողի կռիվա էլի, շահի, ստամոքսի։ Այ ովքեր այս 8 տարվա մեջ դարձել են իշխանության մաս, պատգամավոր են, նախարար են, վարչության պետ են, վարորդ են նույնիսկ։ Ամեն մեկի ետևում մի մեծ ընտանիք է կանգնած, մի 10-15 հոգյանոց։ Ու այս սրանց կռիվը գիտեք ինչն է։ Իհարկե տարբերությունը Քոչարյանի ժամանակ իշխանության, իշխանամետ Պաշտոնյանների եւ հիմիկվա։ Հիմիկվաները գիտակցում են, որ իրանք երկիր են կորցնում, բայց իրանց համար, իրանց պաշտոնը, իրանց 3 միլիոն դրամ պարգևավճարը, իրանց ամեն ամսվա աշխատավարձը, իրանց գործուղումը Եվրոպա, ես չգիտեմ, Վիեննա, հյուրանոցը, Լատեն եւ այլ Բրյուսել ավելի կարեւոր է, քան թե որ իրանք երկիր են կորցնում։ Այն ժամանակ այս նույն մասսան էր, որ աշխատում էր Քոչարյանի կառավարության համար կամ Սերժ Սարգսյանի, ու իրաց պաշտոնի համար կռիվ էին տալիս։ Ասենք մեկը վարորդ էր աշխատում, թեկուզ նայեք ամենայն հասարակն եմ ասում, այդ վարորդի ընտանիքը բարեկամներով, բանով, արա բա դուք չգիտեք, արա մեր Վալոդը, արա բա մեր Վալոդը Քոչարյանի, արա պետք կլինի ամեն հարց կլուծի, արա գնացեք ձայնը տվեք Քոչարյանին, մեր Վալոդը այնտեղ վարորդ աշխատում։ Հիմա մեր, ես չգիտեմ, Վովան, մեր Կոլյան, եսի մեր համբարձումը Ալեն Սիմոնյանի վարորդն է կամ պատգամավոր աշխատում այն մարդ իր բարեկամներով, Քենիով, Բաջանաղով, Աներազ, Զոնքաչաբան, մեկը մեկին սենց հələ մեկը փորձի ձայնը չտա, արա ինքը Նիկոլի մոտ գիտեք պատգամավոր է ինքը այնտեղ Ալեն Սիմոնյանի ձեռքով է բարևում, Կոնջորյանի հետ նստում հելնում է, վաղը միսօր ձեզ մի հարց պետք կլինի, բայց հիմնականը այդ ասողները թքած ունեն նրանց վրա ում որ դա ասում են, ում որ հորդորում են եթե ձայնը տա իշխանամետ մարդկանց, իշխանամետ վարորդին, որովհետև իշխանամետ վարորդը հարցեր կլուծի եւ կարող է լուծել միայն իր անմիջական ընտանիքի համար, բայց ընդհանուր որ նայում եք նույն եք, այս բոլորը դուք եք։ Իհարկե Գագիկ Ծառուկյանի մասով լրիվ պարզ է, որ ասենք դա հիմնականում ոնց է կոչվում, Կոտայքի մարզի բնակչությունն է հիմնականում, ում որ այդ մարդը պահում է, ում որ նայում է, ում որ կերակրում է, ում որ իր ձեռքից ուտում են։ Բոլոր Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտների աշխատողներն են, իրենց ընտանիքներով, բարեկամներով, նորից էլի դա էլ ինչ որ շահագրգռելու ընտրակաշառքի ձև է, էլի։ Լցրել են ավտոբուսը, բերել են, նայում ես Գագիկ Ծառուկյանին մի կրկեսինքն է, մի հետևի կանգնած sense հաստավից թիկնապահներն են, այդ Աբովյանի գյուղացիներն են, բնակչությունը, չնայած բնակչությունը, որ նայում ես բոլորի դեմքին, Հայաստանում բոլորի ճնշող մեծամասնության դեմքին, բոլորը միանման sense ինչ որ գյուղացու դիմագծերով ժողովուրդ են։ Մեր ազգը հիմա այդպեսին է, մեր հայաստանցիները։ Հա կան մի 10-15% գեղեցիկ, կրթված, դասիրակված, ինտելիգենտ, մտավորական դիմագծերով, հաղթվելու ձևով, խոսալով, բայց այդ մարդիկ ընդհանրապես չեն էլ երևում, այդպես տեղերում չկան ընդհանրապես։ Բան այսպես էժանագին էլի, sense անուղեղ, ինչ ասեմ, անկիրթ, ժեղ, դոկի դբրոց անցած հասարակություն 80%-ով միտքս թռնում է ստեղից այնտեղ, բայց ընդհանուրը հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Ծառուկյանի մոտ այդ խմբակը դա է, Քոչարյանի մոտ իր հարյուրավոր օբյեկտների աշխատողներն են, նրան է միացած իհարկե հայեղապական դաշնակցությունը, իհարկե դա մի ամբողջ խմբակցություն է, ասենք, այնտեղ մարդիկ կան, որ զարմանում եմ, թե ինչու են միացել առանձին գործային կամ միանային ուրիշ մարդկանց ավելի լավ կլներ, բայց այնտեղ այդ մարդիկ են։ Սամվել Կարապետյանի մոտ դժվարանում եմ ասել թե ովքեր են, որտեվ այդ մարդը եկել էր իր հոր 40-ին, եթե Նիկոլը ոնց որ ասում էր Նիգուդի լիխը պականոցիխը, այդ մարդը չզբերբակալեր, այդ մարդը երևի իր հոր 40-ի հացը կտար, կետար իր ոնց որ ինքը ասեց, իր լավ կյանքը Ռուսաստանում, Եվրոպաներում կվայելեր, զորով բան արեցիք, էլի կապեցիք ձեր գլխին, ովքեր են իր կողքը կանգնած, որտեղից այդ ուժերը հավաքվեցին, դժվար եմ ասում, չեմ կարող ասել թե գումարով են, բայց դե որ գումար կա, անկասկած դե գումար են ծախսում, սեղան են գցում, գումար են ծախում, ավտոբուս են բերում, դրոշակ են տպում, թուղթ են տպում, այդ սա գումար է։ Անեցօր Սամվել Կարապետյանի պահով դժվարանում եմ ասեմ ովքեր են։ Իհարկե ձայնագրություններն էլ որ էլի մտցրեցին, ցույց տվեցին, չեմ կարող ասեմ 100%-ով ճիշտ է։ Ես սիրում եմ ամեն բան փաստերով, մանավանդ իշխանությունից ամեն ինչ սպասելի է, տեսանք թե հոգևորականների հետ ինչ կեղծ զայնագրություններ, տեսագրություններ արեցին։ Շատ հնարավոր է որ իրական է լինեն
ձայնագրությունները որ կա, բայց այդ ձայնագրությունների մեջ ձայները որ լսում եք խոսացողները, դա դուք եք էլի։ Հայաստանցիներ, հպարտ քաղաքացիներ, դուք եք։ Դա ձեր ոչն է, խոսալու ձևը, կինն էլ այդ ոճով խոսում, տղամարդն էլ է խոսում։ Այդ ձայնագրության մեջ ձայները որ լսում եք, դուք պատկերացնում եք դրանք այդ այնտեղ կանայք էլ են խոսում։ Ինչ որ մեկի կինն է, չէ՞ ինչ որ մեկի մերն է, քույրն է, աղջիկն է։ Դուք պատկերացնում եք նա մեկնաբանությունները հիմա, ասենք իմ էջում ոնց է գրում, ով որ ասենք Սամվել Կարապետյանի մի վատ բան ասի, կամ ով որ Նիկոլին վա, այդ նույն բարթիկ, այդ աղջիկը մեկ Նիկոլից է, մեկ ընդեղից է, իր մի քուրը ընդեղից է, ինքը Նիկոլից է։ Հիմա որ ես վաղը Նիկոլի դեմ բան խոսամ, դրա քուրն էլ ընդեղից, այդ նույն բառապաշարով, նույն ձևով գրելու է հայոյանք ընդեղ։ Այսինքն այդ բոլորը նույն մարդիկ են։ Բոլորը նույն մարդիկ են։ Նիկոլի շրջապատողներն էլ հիմնականում ուրեմն պետական ռեսուրսն է դպրոցից դեպքեր կա, որ աշակերտներին են բերել։ Տեսնում եք, թե նա ինչ գրեիք բառապաշար է խոսում, օգտագործում է պետական ռեսուրսը։ Ասում են, որ Նիկոլ արձակուրդի մեջ է, բայց պետությունը բաց թողի են տվել, արտգործնախարարը նարդի է խաղում, պաշտպանության նախարարը շավուրմա է ուտում, Նիկոլի հետ ընկած, երկիրն էլ ցենց ինքնահոսի, թե ով է կառավարում, ով է ղեկավարում, ինչ է կատարում երկրի հետ Աստված գիտի։ Մի խումբ ժեխերն էլ անուղեղի պես այդ շապիկները հագել են, Նիկոլին փաթաթում են, պատչում են, բրբրթում են։ Դրանք այն մարդիկ են, այդ Նիկոլի կողքին, որ կանգնած ուզում են հերթ չեն տալի, որ Նիկոլի հետ համբուրվեն, մի հատ պուպուլիկի հարց ունեն լուծելու Նիկոլի հետ, կամ ասենք ինչ որ ես քեզ ՊՊՑ-ից եմ փախցրել, մենք իրար հետ ենք նստել, Նիկոլ ջան, տղես քո հետ կոշա նստեք, տղուս բան ուզում էր գող դառնալ, զակոննի չկարեցավ դառնա, հիմա գործի չեն վեկալը Նիկոլ մի բան, այս մասան։ Սրանք այն նույն մարդիկ են, այս բոլորը դուք նույն եք, մի ծոցից եք, մի մորից եք, տարբեր հորերից եք։ Այս այն նույն մարդիկ են, որ ժամանակից հենց Քոչարյանի կողքն են ֆրֆրացել, 500 դրամ են վերցրել, չեմ ուզում կրկնեմ, Քոչարյանի ժամանակ ա եղել, Սերժ Սարգսյանի ժամանակ ա եղել։ Հիմա Նիկոլի կողքն է ինչ որ ուտելու, աշխատելու բան կա, այնօրեն մի ոչխարին ցույց տալի, երևի Գեղարքունիքի մարսում էր, երեխեն էլ բանը հաշվանդամ, երեխեն էլ ինձ հայոյանք ա գրել, եք, ասում է չենք էլ աշխատում, ասում է ձեր տված թոշակով երեխու նպաստով էլ ապրում ենք, շատ էլ գոհ ենք, ամեն ձև էլ սատարում ենք, էսա։ Անասուն խիպա են, գյուղտեղախի հողի վրա աշխատեն, չարչարվեն, անասունը սատկասվեն, միսը վաճառել են, Փարկասո ինքասուր շատ գոհ է իր երեխեն սայլակի մեջ նստած հաշվանդամա երեխու բանով ապրում են։ Էն էլ գնացել է ԿՊԱ-ականն էլ գնացել անդա, ասում է տունը չեն ըլլի։ Տունը փլվել արդեն իր գլխին վրա, խաբար չկա։ Երեխեն սայլակի մեջ նստած, դու իրան ասում ես տունը, օջախը չեն լինի։ Այս նույն մասսան է, էլի։ Այս սա է ուզում ասել, որ հիմնականում կարմիր թելի մեջ, կարմիր թելի պես, որ անցնում է այս ընտրապայքարի մեջ, ժողովուրդն է, ընտրողն է։ Այ ընտրողը, այսա դուք եք, նայեք այն դեմքերին, Ծառուկյանի հետևի կանգնած դեմքերին, Նիկոլի կողքը կանգնած դեմքերին նայեք, ես չգիտեմ, հələ Քոչարյանի կողքը գեղեցիկ հաճելի դեմքեր են կանգնած, Դարնիճում համեմատաբար նորմալ մարդիկ են, եւ հա մի բան էլ ուզում եմ ասեմ, որ պատահական չի, որ Նիկոլը սենց տգետ է, սենց հայոյանքներով է խոսում, սենց գրեիք է խոսում, սենց գեղցի է, ու դուք էլ Նիկոլից բացի դոք սիրող հասարակություն եք, որովհետև ժողովուրդ ջան, աշխարհով մեկ մի հայտնի ճշմարտություն կա, երկրի ղեկավարը, ամեն երկրի թագավորը, ղեկավարը, նախագահը, ինքը պետք է լինի կուշտ տեսած, լավ պահած ընտանիքից։ Դուք պատկերացնում եք Անգլիայի թագավոր Կարլը, որ կա, Չարլզը, հանկարծ լիներ Նիկոլի մորքուրի տղեն Իջևանից կամ Նիկոլի հորո կամ Նիկոլի աղբերը, դուք պատկերացնում եք այդ թագի վիճակը, այդ բանի վիճակը։ Այ անկախ ամեն ինչից դու ինչքան էլ Քոչարյանին ես էլ չհարգեմ, դուք էլ ատեք, սիրեք, հələ մի հատ նայեք ինչ ընտանիքից է։ Ով է եղել իր հերը, ով է եղել իր պապը։ Այդ անկախ դրանից ոնց ենք վերաբերվում Քոչարյանին, բայց այդ մարդու հələ մի հատ իր ընտանիքը նայեք, հələ մի հատ իր կնոջը նայեք, Նիկոլի կնոջը նայեք, մի հատ իր երեխաներին նայեք, Նիկոլի երեխաներին նայեք։ Երկրի թագավորը, ղեկավարը պետք է լինի լավ պահած,
կուշտ աշկով դաստիարակված կրթված ընտանիքից։ Նույնիսկ որ առաջ Երևանում կային փոքր ինչ ասում էին ռուսախոս ընտանիքներ, այդտենց ընտանիքներ։ Հələ մի հատ նայեք Ալիևին, նայեք Ալիևը ինչ ընտանիքից է, ինչ հերա ունեցե, ինչա տեսե, ինչա կեր է իր կյանքում, հələ նայեք Նիկոլի հորը։ Մի հատ նայեք ձեր նախկին նախագահին Արմեն Սարգսյանին, նրա քաշը, նրա տեսքը, նրա կնոջը, նրանց հագն ու կապը, նրանց շրջապատը, ու նայեք հիմիկված ձեր նախագահին էս գնա Անգլիայի թաքու դագաղի մոտը կանգնի, Ամերիկայում նախկին դեսպանին էլ հեռախոսը տաս, իսկ մի հատ սելֆի արա։ Հասկանում եք, այ ձեր սրտով այս բոլորը, որովհետև մեր հասարակության, Հայաստանի հասարակության 80%-ը այսպիսին է, տգետ է, վատ դաստիարակված է, ասենք երկիր է, չէ, Երևան է, չէ, ասում եք Երևանն է, մեր քաղաքն է, իմ քաղաքն է, ես էլ եմ ծնվել, մեծացել եմ Ամիրան փողոցում, բայց համատարած ինքը մի հատ մեծ գյուղ է, կողք կողքի ապրում են զրգեղացին եւ մտավորականը, կիրթը, քաղաքավարին, նայում ենք խորովածի օրը, եկե մենք չենք ես քաղաքի մարդ ենք, չգանք տենակ սեղ ինչա կատարվում, էսա Երևանի բնակչությունը, շրջաններում էլ նույնն է։ Դրա համար էլ դու ձեր քանի որ մակարդակը չնշող մեծամասնության, հիմա որ հայոյան գրի, իրա վրա վերցնի, ուրեմն իմացեք դուք այդ 80%-ից եք, ով որ լայքը դնի, կտարածի, կասի ճիշտ ես ասում, ուրեմն ինքը 20%-ից է, ինքը իրան չի համարում դրանից։ Այ էդ է ցավալին, որ ապրում եք այդ կեղտա փոսի, քաքա փոսի մեջ, չեք փորձում դուրս գալ դրանից, մի բան անել, գոնե ձեզանից հետո եկող սերունդը ավելի լավը լինի։ Ես հույս ունեմ, որ լֆիկի երեխաները կամ թոռները արդեն Անգլիայում կրթություն կստանան, ավելի կիրթ մակարդակ կլինեն։ Բայց լֆիկը ձեզ համար լավ օլիգարխ է, իր գեղցի հալով, բայց Ռուբեն Վարդանյանը կամ Սավել Կարապետյանը, որ միլիոնների օգուտ ու բարեգործություն են արել Հայաստանի համար, ձեզ համար վատն է, այդ է բանը։ Ձեզ համար էս տխմարը լավ նախագահ է, բայց Արմեն Սարգսյանի պես մարդը, որ էդի մենակ իր մոտիկները եւ շատ քիչ մարդիկ գիտեն, թե ինքը ում է տա, ոնց են ասում, տալի առնում ում է տա նստում վեր կենում, կամ Անգլիայում։ Խոսքս մի քիչ երկար ստացվեց, ավարտեմ սրանով, այնպես որ մի զարմացեք, որ Նիկոլը այդքան հայոյում է, այդքան կեղտաբերան է, քանի որ դա ձեր սրտով է, սա է ձեր ընտրությունը, մոտակա օրերս կխոսեմ այդ բոլոր 19 ուժերի մասին, մի քիչ իրար հետ քննարկենք թե ով ով է, գուցե մի քիչ ավելի խելոք լինեք, ավելի շիշտ ընտրություն անեք եւ չտրվեք ուրեմն խապկանքների ու մեր երկիրը վերջնականապես չթողեք, որ այս ստախոս, մանիպուլատոր, գեղցի, կեղտաբերան, հայոյախառն բարապաշարով խոսացող տգետը, բաժան անող սրիկան վերջնական կործանման հասնի մեր երկիրը։ Ամենայն բարիքներ, խոսենք։